Աշխարհում տարեկան 8 միլիոն մարդ մահանում է ծխախոտային արտադրանքի օգտագործումից, իսկ 1 միլիոն մարդ երկրորդային ծխի ազդեցությունից։ Ծխախոտը 20 տեսակի քաղցկեղ կարող է առաջացնել, նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը։ Աշխարհում ծխախոտի, էլեկտրոնային ծխախոտի եւ ծխախոտային այլ արտադրանքի հսկայական աճ է գրանցվել։ 13-ից 15 տարեկան 37 միլիոն դեռահաս ներկայում ծխախոտ է օգտագործում, ինչը մտահոգիչ է։ Ինչպես են պատանիները արտադրանքի մասին տեղեկանում, հիմնականում սոցցանցերի միջոցով։ Էլեկտրոնային, տաքացվող կամ նիկոտին պարունակող ծխախոտային ապրանքատեսակներն այսօր ակտիվ ներթափանցում են շուկա։ Մեր երկրում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդները ծխելու առաջին փորձերը սկսում են հենց այդ ապրանքատեսակներից, տեղեկացնում է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը։ 2020-ին Հայաստանում ընդունվեց ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքը։ Պատասխանատուները մոնիտորինգ են իրականացրել, հասկանալու թե այն ինչպես է կիրառվում։ Մենք պարզել ենք, որ իհարկե կան իրավական սահմանափակումների հետ կապված կետեր, որոնք բավականին լավ են պահպանվում, օրինակ վաճառքի կետերում ցուցադրումը չնայած էլի խախտումներ լինում են, բայց հարաբերական լավ եւ հարաբերական վատ ասեմ։ Թույլ կետը որպես միշտ մեր երկրում ցավոք սրտի դա հանրային վայրերում ծխախոտի սահմանափակումն է, բայց համեմատելու, երբ որ մենք համեմատականներ ենք տանում մինչև օրենք եւ օրենքից հետո, ապա սարի ու ձորի տարբերություն է։ Խախտումները կանխելու համար նաեւ մոնիտորինգային նոր գործիք է ստեղծվել Smoke Free Armenia անվճար բջջային հավելվածը, որտեղ կարելի է ծանոթանալ օրենսդրական դրույթներին, տարբեր խախտումների համար նախատեսվող պատժաչափերին։ Քաղաքացիները խախտում նկատելով կարող են հավելվածում անանուն տեղեկացնել պատասխանատու մարմիններին։ Տվյալները հավաքագրվում են նախարարության կողմից եւ ներկայացվում են արդեն համապատասխան վերահսկողություն իրականացնող մարմին, դա լինի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կամ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կամ ոստիկանությունը։ Դա լինելու է ահազանգ այդ կազմակերպությունների համար, որ այստեղ օրենքի կիրարկումը չի իրականացվում, օրենքի դրույթները խախտվում են եւ նրանք կարող են գալ դա նախաձեռնություն լինի, որպեսզի կարողանան գան եւ իրենց ստուգումը իրականացնեն։ Այսպես իրավասու մարմինները թիրախային վայրերում ստուգում իրականացնելու եւ խախտումները կանխարգելելու հնարավորություն կունենան, նշում են մասնագետները։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։